24-ն է եւ վերջերս Նիկոլ Փաշինյանը այդպես գնացել էր, Այո, ծիծեռ հուշահամալիր, հա։ Հուշահամալիր նախկին տնօրենը Հայկ Դեմյանը ինչ է ահազանգում, որ իրապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս, որի արդյունքում հուշարձանը կորցրել է իր պատմական վավերականությունն ու ինքնությունը։ Ես խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես ասել եմ շատ վաղուց հենց այս եթերից, որ այդ ցեղասպանության հուշահամալիրներ են ձևախեղելու իբր հիմա վերականգնողական աշխատանք են անում, վերջում կարող է տեղ մի հատ անկապ պուլպուլակ դնեն, եւ ինչպես ասել էր Թուրքիայի Մելի Մեջլիսի падգամավորներից մեկը, մենք հասնելու ենք նրան, որ ցեղասպանության հուշահամալիրը ճակերտավոր վերանա եւ Հայաստանում գտնվող բոլոր բնակավայրերում, այդ թվում Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանը պիտի անպայմանորեն հանվի, վստահ եղեք, այս ռեժիմը վերարտադրվեց, դա ամենամանրունքն է, որ սրանք անելու են։ Հասկանում եք, վնասվել են Դեմոյանը ահազանգում է, որ վնասվել են հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը, ոչնչացվել են ավելի։ Այո, այսինքն այդ երեսպատման քարերը բերվել էին, ասենք, ցեղասպանված արևմտյան Հայաստանից, ցեղասպանված, հա, մեր արևմտյան Հայաստանի բնակավայրերից եւ այդ այո բնօրինակ ուրեմն քարերը ոչնչացված են։ Ինչ ասեմ, եթե ընդդիմությունը խելքի չգա եւ շարունակի միմյանց դեմ սենց, ինչ ասեմ, սենց կատաղի պայքարը, ապա հունիսի 8-ին մենք զարթնելու ենք, ինչպես Նիկոլը արդեն ավետել է, Հայաստանի 4-րդ հանրապետությունում, որը չի լինելու հայկական։ Բայց ընտրությունը ձերն է, սիրելի հայրենակիցներ։ Արտուր Աբրահամին գիտեք, կարծում եմ, խնդրում եմ հայտարարությունը։ Գիտեք, ես չեմ ցանկանում Չէ, ասում Փաշինյան, ձեզ բոլորը սիրում եք, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել, չեմ ասում 100%, բայց 70-80% այստեղ ձեզ սիրում է։ Ժողովուրդը չեք պատկերացնի, ձեզ ինչպես է գնահատում։ Գիտեք, ինչ ասեմ, այդ ես նույնիսկ իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այդ անձնավորությանը կամ այդ տիպի անձնավորություններին անդրադառնալ։ Դրանք եղել են բոլոր ժամանակներում։ Ես տեսել եմ այն երգիչ երգչուհիներին, ովքեր պարկած էին Ռիտա Սարգսյանի ոտերի տակ, պարկած, այսինքն պարկած եմ տեսել, ծնկաչոք ձեռքը համբուրելուց եմ տեսել։ Եվ հիմա որտեղ են նրանք։ Աննայի ձեռքերն ու ոտքերն են համբուրում, այնպես որ եկեք այս հարթակից այդ փոքր մարդկանց, վաղ իշխանությունը փոխվեց, այդ ինչը անունը Արտուր Աբրահամը հաջորդ իշխանությանն ասելու, ստեղ բոլորը ձեզ սիրում են։ Այս տեսակը, այս սեգմենտը բոլոր ժամանակներում եղել է եւ ընդհանրապես պիտի հույս ունենանք, որ հաջորդ իշխանությունը չի օգտագործի իր կարիքների, իր առաջին անհրաժեշտության կարիքների համար այս տեսակին եւ այն մտավորականներին, ովքեր պարկած էին նախկին իշխանության ոտքերի տակ, հիմա պարկած են Նիկոլի ոտքերի տակ։ Ես եմ շնորհակալ։